Ջրի արտահոսք երկերով մասնավոր տունը համատարած, կղզիացած, այսինքն շուրջ բոլոր թեստեախոնավացը, թեսպատը, թե հետևը ճաշասենյակը խոհանոցի կողմից, մի խոսքով համընդհանուր թացա, այս պատի հետևն է ննջարաններ ընդեղ նույնպես, ուսումնասիրությունն արդեն ավարտին է մոտենում, մի աղբյուր արդեն գտել եմ, համատարած խոնավաչափով ամբողջովին սաղ թացեր, ամբողջովին պատկերը հետևյալն է, պատերը ծաղկած, ճնշումներ տալով սառը ջրից էի արձանագրում, անկում, հերթական անգամ Ֆումբլենդ էսցենտրիկ համադրությունն է, այս պահին սենց ուժեղ աղմկում է, որովհետև օդով է, այսինքն պատվիրատուն ջրի արտահոսքը դանդաղ չի նկատել, ինքսենց պատի տակ է տվել, այսինքն հիմա այս երկու էսթետիկները պետք է խցանենք, կրկին ճնշում տանք, հասկանանք խնդիրը միայն սա է։ Ամեն դեպքում կրկնակի ճնշում տալով էլի անկում ունենք, ու ստեղ էլի պրոպիլեն լատուն համադրությունը, այսինքն վտուլքին մեջ ֆռացել է, պետք է այսա փորձենք վերանորոգենք, որ ճնշում տանք, հասկանանք խնդիրը մենակ ստեղ է, թեղ չէ։ Ըստ վտուլքին հանելու վերաբերյալ հատուկ վիդեո ունեմ նկարած, մանրամասն չեմ նկարի, որ տեղի շատ չզբաղեցնի, այսինքն մեջից վտուլքին հանելու ենք, պայք անենք, որպեսզի աշխատանքները շարունակենք։ Դե ինչ վտուլքին փոխեցինք, այսա ճնշումներ տանք հասկանանք։ Այս էլ շարժելանքի արտաշխարանքը, էլի պրոպիլեն մետալապլաստ համադրություն, տակի սինգիցի պրոպիլենի միացումը, այսի օդն է սենց աղմկում, թե չէ շատ բացը մարկայի բետոնի մեջ էր, դրա համար է հոսքը տես դանդաղ էր։ Արդեն դրա պատճառով ջուր չեն կա։ Այսինքն ջրի տեսքով։